Այս գիշեր, ամեն գիշեր, առաջ ժամը 1 էր, մի շաբաթ ընթացքում, հիմի 2 ժամը 1 են անը։ Մինչև 4:30 առավոտվա։ Էլի կրակում են, իրենց հավեսի։ Այս գիշեր էլ խնածախում քնել են մի աչքը բաց։ Ադրբեջանցիները սկսել են կրակել երեկոյան 10:20-ից մինչև գիշերվա 4-ը։ Խնածաղցի Կարոն աչքը կպցրել է միայն վերջին կրակոցը լսելուց հետո։ Քնել չկա, հիմա չեմ կարող ասեմ անհանգիստ եմ կամ բողոք եմ, ում բողոք եմ։ Էլի, մորդ բողոք ենք ինչ անենք։ Մեզ պետք է ուղղակի իրաց այդ կրակոցներին ընթաց տանք։ Մենք էլ հանկարծ կրակենք, ինքը բզբզմավոր սկսի։ Բայց պետք է մի քիչ համբերել է պետք։ Քնելը ոնց է, հիմա էլ ասեմ, ես վերջի օրերնա սպասում ենք, որ կրակը պրծնեն, որ քնենք։ Կրակոցների ժամից, տևողությունից, ինտերվալներից գյուղացին արդեն հասկանում է, Ադրբեջանը էսկալացիա է սկսում, թե վախեցնում է հայերին ու դրանից հաճույք ստանում։ Ճիպոտ իրա ձեռն է հիմա, ինչ ձևի ուզում է խփում է։ Կրակոցներից մի բան չօգում ենք, էլի։ Այս կրակոցին ինչ նշանակություն ունի։ Ուղղակի ձեռ առնելու նման մի բան է։ Մեր հոգու հետ խաղում են։ Հոգեկան ազդեցություն են թողում նախ։ Խնածախում ամեն օր արթնանում են լավ լուրի ակնկալիքով։ Այդ լավ լուրը խաղաղություն անունն ունի, որ արդեն երկար ժամանակ է Երևանից գոռում են, թե գալիս է, բայց փոխարենը խնածախում նորից երեկո է գալիս ու նորից լսվում են զենքերի ձայները։ Ժամը 4-ին եմ լսալ այս գիշեր։ Վերջինի 4-ին էր։ Չեմ էլ քնել։ Վախի չես քնել, որ լսում։ Բավախում եմ։ Դուք եկամ դուրասը վայ դուք չկես դուրու։ Խաղաղությունը լավ խաբարնետ եմ ոզում գիտեմ, խաղաղությունը ինգի, միրա թղթերի ստորագրե, հաշտության պայմանագիր կապը։ Մի միջասկի դերդի եկած տասմա միջև միջասկը տավեշկը ստորագրե, ամեն ինչը վախում եք։ Ինձ համար չեմ է վախում, ես այսօր կամ եկուս չկամ, իմ երեխաների համար եմ վախում, որ լող չացալ են։ Չնամանացա մի տղասել են վերևում ակնդա, հեն ատնրա տոնը ավելի չկատում նա։ Դե պրանում եմ ասեմ, վայ, նա շաբադին ռաչին կոնչինի։ Ետ ապրիլ է տարը։ Ինչ է զգում խնածաղցին, խոզնավարցին, երբ ամեն երեկո կրակոցների ժամանակ երեխաները թաքստոցներ են փնտրում։ Օրինակ են խոխամ 4 տարեկան այս մեղք ունի, որ ես գյուղ մացնում։ Ես իש մեղավեր եմ, որ ստղեմ ծնվա, մեղք ունեմ տեղ։ Եթե օրինակ վարչապետին հետաքրքիր է, ինչ է զգում խնածաղցին, կարող է Սյունիք այցերի ընթացքում հայկական այդ գյուղեր էլ մտնել։ Փաշինյանին խնածաղցիներն առաջարկում են կրակոցներից անակնկալի չգալու համար գյուղ ցերեկով այցելել։ Մեր գյուղը գումես է բենիշում, ընտրությունից Կեմ են սոտ խոստումնի տան, քնում։ Փաշինյանի կազայք ծրավեր չի ինչ անելու։ Ինքը ունի այդ հարցի պատասխանը։ Ցավը տանեմ, մենք ինչ անենք, մենք որ դուք այդ հարցի պատասխանը իմանաք։ Ինչ որ մեկից պիտի իմանաք, չէ՞ դրա պատասխանը մենք։ Ինչքան պետք է տևի։ Մարդիկ բոստաներն էլ չեն ցերմը մարդեն։ Ուզում են պայմանագիր կնքեն, ինչ ուզում են անախ պետք է մի բան անեն, չէ՞։ Սեքչիլն ախպեր, այդ կրպեկ ինչի տերեն։ Գյուղը լքելու ոչ ցանկություն ունեն, ոչ հնարավորություն այս մարդիկ։ Ցավով ասում են, գնացողներ կան, մեղադրողներ ոչ։ Դպրոց ընդամենը 60 աշակերտ ունի։ Դե արդեն մադրճուց են գել, շտել ասեմ։ Դե 90-ականների քացել են քարանձավներ եմ կացան, բայց հիմա քարանձավներ չի ապահում։ Գամբոշ քիշերը տագնապի մեջ ես։ Հիմա փոխվում է։ Ինչ անենք։ Հիմա որ ասեք դուս ենք գալու քան, դες տեղել չկա։ Հայաստանը շտեղն ապահով։ Սաղս երկնակ են Երևան, Երևանը ռեզին է, որ ցկեմ մեծացնեն։ Կապկաս Երևան ինչ արած, կաս 3000 վարձտաս թեքյում նեղա, ինչով իշտեղի ստաս այդ վարձը։ Շատ էր մասում, ստեղ է ստծնվա, ավ ես չեմ մինակ ստեցվա, պապիս պապնևա ստեցնվա։ Մեր տողը մեզ տողմալ է, մեր տողը են ստեղալ է։ Բայց գյուղը, հողը հայկական պահելու համար պարզվում է միայն այդտեղ ծնվելը բավական չէ, բանակ է պետք։ Թաղվածը 60 հոգի է կաղնած, հայի 4 հոգի 5 հոգի է պոստում։ Դիվանագիտություն է պետք։ Մեր դուրը չի գալիս, մեր դիվանագիտությունը շատ է խեղճացած։ Ղեկավարություն է պետք։ Իմանտերեք։ Լիլիթ Խալաթյան, Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։